Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք զեբրա բիսկվիտ խմորեղենի։ Ուրեմն ընդհանուր բաղադրիչները դուք տեսնում եք ալյուր, 5 հատ ձու, մածուն, 1 բաժակ շաքարավազ, կակաո, վանիլին եւ վերջ սիրելիներս։ Դե ինչ սկսեցինք։ Սկզբի համար մեզ հարկավոր է ձուն կոտրել։ Գիտեմ, որ բոլորիդ էլ ծանոթ է, բոլորդ էլ թխած կլինեք, դե ամեն մարդ իր տարբերակն ունի, առաջարկում եմ նաև իմ տարբերակով էլ փորձեք եւ կտեսնեք ինչքան լավն է լինում։ 5 հատ ձուն կոտրում ենք եւ հարում։ Ավելացնում ենք շաքարավազը, այդպես։ Թողնում ենք լավ խառնվի։ Նախապես ես ջեռոցը միացրել եմ, որպեսզի լավ տաքանա։ Լավ հարելուց հետո ավելացնելու ենք մածունը, սիրելիներս։ Հարելուց հետո ավելացնում ենք մածունը։ Այսպես ավելացնում ենք բուսայուրը, թողնում ենք նորից լավ հարի։ Իրեմ ասել սիրելիներս, ես սոդան ալյուրի հետ եմ մտնում, այսպես։ Մեկ տքած սոդա եմ ավելացնելու, բայց ալյուրի հետ անջատում ենք, այսպես, նախապես ես ալյուրը մաղել եմ և լցրել ամանի մեջ, հիմա նորից կմիացնենք և կամաց թալով կլցնենք։ Ավելացնելու ենք վանիլին, անջատեցինք ուրես։ Նորից ալյուր պետք է ավելացնենք և հարենք։ Լավ հարելուց հետո այսպես աշկաչափով բաժանում ենք 2 մասի, սիրելիներս։ Նարիվ աշկաչափի բանա, նորմալա։ Եվ հիմա այսպես մաքրենք և շարունակենք։ Հիմա այստեղ 2 ճաշիկ թալ նայեք, այսպես, վերջ, կակաո ամբողջությամբ խառնում ենք,
Նորից լավ խառնում։ Շատ թեժ պատրաստող խմորեղ է բիսկվիթ։ Նայեք սիրելիներս, ինչքան լավն է։ Հիմա ալյուր կավելացնեմ սպիտակ մորի մեջ, նորից կհարեմ ձեռքով արդեն։ Հիմա այստեղ այսպես 1 2 կտալը բավական է։ Հիմա կբերեմ ջեռոտ սամանը։ Հիմա այսպես տնեմ, սիրելիներս, որ նայեք ջեռոտ սամանը թեժը արդեն։ Ես կողքերքից մի քիչ է կտրել։ Եվ ինչ ենք անում հիմա։ Եվ երեցիկ է լինում և շատ համեղ սիրելիներս։ Հիմա մի քիչ այսպես ձետ կանենք և և կսկսենք լցնել։ Կարող ենք 2 կտալ կամ 1 կտալ սպիտակ, նույն չափով կարիճնի, ոնց ուզեք, ոնց դուք կանախընտրեք։ Հիմա ես իմ տարբերակով կանեմ կտեսնեք սիրելիներս։ Դե ինչ սկսեցինք։ Սկզբի համար 2 բաժակ ալյուրը լրիվ բավական է սիրելիներս, տեսակ, որ ես ընդամենը 2 բաժակ ալյուր օգտագործեցի, 1 բաժակ շաքարավազ և 1 բաժակ մածուն, 5 հատ ձու։ Դե ինչպես միշտ վանիլին սոդա, հիմա նայեք։ Այսպես սկզբից լցնենք, որ թույլ չի խմորը, խմորը պետք է այսպես լինի։ Շատ լավն է լինում։ 2 հատ է կլցնենք այսպես։ Նորից լցնում ենք 1 2 ով ինչքան ուզի։ Դա համար եմ ասում, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիներս, դուք էլ պատրաստեք, դուք էլ այս տարբերակով փորձեք, շատ լավն է լինում։ Նայեք 2 տեսնեք արդեն հավասար գնում է։ Սրա խմորը շատ պինդ չպետք է լինի սիրելիներս։ Կոթացվեն ոչինչ։ Տեսեք ինչքան լավն է լինում։ Եվ ուղարկելու ենք ջեռոց։ Մեկ։ Տեսնեք արդեն ինչքան գեղեցիկ է։ Նորից։ 1
Իսկ ովքեր էլ որ մինչև հիմա չեն բաժանորդագրվել, թող բաժանորդագրվեն, որպեսզի ես տեսնեմ։ Ես ընդհանրապես ինձ տարբերակն եմ առաջարկում, ցույց տալիս, սիրելիներս։ Կարող եք այս տարբերակով պատրաստել։ Արդեն չթխված, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Արդեն վերջացեցինք, հիմա կասեմ ինչ ենք անում, սիրելիներս։ Ամանները նախ տայ այսպես, տեսնում եք ոնց է արդեն գանում, այսպես փայտիկի օգնությամբ։ Ճիշտ է, այսպես էլ է շատ գեղեցիկ, սիրելիներս, նայեք ինչքան լավն է և կարող ենք այսպես այսպես տեսք տալ։ Այսպես նայեք, սիրելիներս, այս կողմից էլ։ Տեսեք, հիմա ինչքան գեղեցիկ է։ Եվ այսպես հիմա ուղարկելու ենք ջեռոց 180 աստիճանի տակ, պետք է թխվի 30-ից 40 րոպե, սիրելիներս։ Դե ինչ ուղարկում ենք ջեռոց։ Սիրելիներս, ահա նայեք, ինչ լավ թխվել է, բարձրացել է։ Հիմա կթողնենք մի քիչ կհովանա և կասեմ ինչ անենք շարունակությունը։ Այսպես մի քիչ սպիտակես շոկոլադից, քիչ այս մի տեսակ շոկոլադի, նորից երեսի համար հալեցնել ենք, սպիտակից էլ ավելացնեմ, հիմա դնեմ երկու տեսակ շոկոլադներն էլ հալեն և կասեմ։ Ինչպես մյուս տեսանյութերի ժամանակ ցույց եմ տվել, հալեցնելու եմ և վրան ավելացնելու եմ ձիթայուղ։ Հիմա դնեմ հալի ու կասեմ, շարունակեմ։ Արդեն բացել է, այդքան շատ տաք չէ, նայեք սիրելիներ, ողջույններն էլ այդտեղ, այսպես, տեսեք ինչքան լավ, ես մի անգամից տեղափոխեցի այս ապակեմատուցամանի մեջ, որպեսզի մի անգամից արդեն ասեմ ինչ եք անում, նայեք սիրելիներս, Դեն սիրելիներս արդեն ամբողջությամբ շոկոլադը հալացրեցի, հիմա ինչ եմ անելու, նորից լավ, նայեք, հիմա երկրորդն էլ կբերեմ, երկրորդը, հիմա սրան էլ ձետ կանեմ, մեկ, երկու, և հիմա կսկսենք արդեն երեսին գցնել։ Հիմա որ մասը լավ չի եղել, նորից այսպես լավ շոկոլադ թապատելու ենք, ամանը նորից կփոխենք։ Այսքան հիմա
նորից նայեք եւ այսպես այս ճաշակ արդեն որպեսզի նման բողջը մենք կողմից է մի փոքր անենք եւ վերջ Հիմա ես մատուցամանը կփոխեմ եւ վերջ։ Այսպես նայեք։ Ներսը նայեք, կտրեցի, նայեք ներսը, ինչքան լավ է եղել, ինչքան գեղեցիկ է եւ շատ համեղ սիրելիներս։ Հիմա սա էլ ցույց տամ, այսպես երկուսն էլ ներսը նայեք, չգիտեմ էլ ոնց ցույց տամ, որ ներսը տեսնեք ինչքան լավ է եղել։ Այսպես երկու կողմն է նայեք, տեսեք, որ շատ լավ թխվել է եւ շատ համով է սիրելիներս։ Դե ինձ սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Դուք էլ պատրաստեք, դուք էլ համտեսեք այս տարբերակով եւ կհամոզվեք, որ շատ համեղ է լինում։ Եվ հեշտ է լինում, եւ համեղ է լինում, սիրելիներս։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին։ Այսօր այսքանը, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, սիրելիներս։